Ինքնաճանաչողությունը այսօրվա հասարակությունը, այսօրվա պետությունը, այսօրվա իրականությունն ու այսօրվա ինքնությունը հասկանալն է։ Իսկ ինչպես պիտի մենք օգնենք մեր հասարակությանը ճանաչել ինքն իրեն։ Մարդիկ գրագիտության լրջագույն խնդիրներ ունեն։ Եվ ուր այն հայոց լեզուն, որը պետք է լիներ։ Մեր հասարակությունը պատրաստ է նոր պատերազմի։ Մարդիկ ասում են, այո, եկեք ազգովի բանակ դառնանք, ազգովի փորձենք մասնակցենք մեր անվտանգության ապահովմանը, բայց չունեն այդ վստահությունը։ Ինչպես պետք է ապահովել այդ անվտանգությունը, որպեսզի մարդը լինի այդ անվտանգության զգացողության կրողը։ Մենք ուզում ենք պետությունը հոգ տանի ամեն ինչի համար, համ միևնույն ժամանակ ուզում ենք ազատ տնտեսություն ունենանք։ Արդյոք այդ տարանջատումը կա, որ կոնկրետ այս զարգացումները պայմանավորված են հետպատերազմյան սինդրոմներով։ Այդ լռությունը դա ոչ թե խոսելու անկարողություն է կամ գործելու անկարողություն է, այլ դա ընդվզում է լռությունը պայքարի ձև է։ Այո, պատկերացրեք մի մարդը, որ մի կյանք է ապրում ու ուզում է լավ երկրում ապրի ու ամեն անգամ իրան խաբում են։ Այդ մարդու մոտ բնականաբար լուր մեծամասնություն դառնալու մեծագույն ցանկություն է առաջանում։ Արդյոք պետությունը կամ հասարակությունը եւ առավելևս անհատը ունի այդ դիմադրողականությունը այս բոլոր գործընթացների հանդեպ, որը իր շուրջ տեղի ունենում, Մարդիկ էլ հեղինակություններ չեն ճանաչում։ Արդյոք մենք ունենք նոր էլիտայի կարիք, ֆունդամենտալ կրթությունը ազգային ինքնության, ընդհանրապես ինքնության պահպանման, ինքնության վերաիմաստավորման լավագույն ճանապարհն է։